under the boughs where the shadow Նախորդ երկու վլոգից հասկացա, որ վլոգը սկսում եմ առանց ձեզ ողջունելու ու մի քիչ անշնորհքավարի է լինում, հենց որ ողջունում եմ բոլորին, ինչպես եք, մենք նորմալ, այսօր Արտակը գնացել է սադիկ, այնտեղից իրան պապին է վերցնելու, բերի իրանց մոտ, իսկ ես գնում եմ մանիկյուրի։ Եղանակը այնքան վատն է այսօր, անձրևում է ահավոր, դրա համար, քանի որ ես գլխարկ առանձնապես չեմ սիրում, Հայաստանում գլխարկ չեմ դրել, բայց ստեղ դրել եմ վերջին երևի մի տարին է, որ չեմ դնում, աշխատում եմ շարֆերի միջոցով, ինձ փաթաթեմ, որ գոնե տաք լինի, ես ձմեռը կերևա կդնեմ, թե չէ, ստե ձմեռները ահավոր ցուրտ է անում։ Պոսլեն, ես ինձ չեմ դավաճանում, միջայլոց միշտ անում եմ մալոչնեի բազա, հետո նյութ, հետո նույնս մալոչ։ Պատրաստում եմ սպագետի մսով, իմ ու Արտակի համար։ Երեք մտել էինք բազա, մի քանի բան էինք խառել թթվի համար, բայց էլի մի երկու պակաս բաներ ունեմ առնելու, վաղը կմտնեմ կառնեմ, իրար հետ թթու կդնենք։ Առաջին անգամ թթու եմ դնելու, չգիտեմ ոնց կստացվի, հույս ունեմ լավ կլինի, իրար հետ կդնենք, տեսնենք ինչ է լինելու, կարմիր թթու ու մանր վարունգներ էի առել, մանր վարունգներով սիրում եմ, որ թթվի մեջ է ուղղակի դրված լինում ինքը, մի քիչ խրխրթան ու համը փոփոխում է, ուրիշ ընդհանրապես ուրիշ համ է լինում, քան փակած վարունգները, վաղը կփորձեմ, տեսնեմ ինչպես կստացվի։ Այսօր չես զգում եմ, որ մաշկիս հետ էլ ինչ-որ խնդիրներ է առաջացել։ Տեսնում եմ, որ մաշկիս վիճակը այդքան էլ վատ չի, բայց անգամ այս սովորական կարմիրներից մի տեսակ նեղվում եմ։ Խանութիներ տարվա տեսականին։ Հետաքրքիր է։ Օ։ Ճուճ։ Այստեղ գլխարկները, տեսականին գլխարկների։ Սրանք էլ են շատ սիրում։ This 1890։ Այստեղ ժամը 4-ն է, ու մութը արդեն ընկել է, մենք նոր գործ ենք գնում։ Մտանք մի քանի բան առանք։ Իսկ որ կա էի ուզում ձմեռայի, չգտա, ոյ, ճարդեցի հեռախոսս, ու չգտա։ Ձմեռային պորտկա ինձ տեսականի չունեին, չէի ստացել։ Ժամը 4:30, 5-ի մոտ էր քնա, ես գնում եմ Արտակի սադիկից տուն բերեմ, մեր դիզայնը երեկոյան, իրականում շատ սիրուն է, տոնածառերը արդեն տեղադրել են, դեռ խաղալիքները ոչ, մոտիկանում ցույց կտամ կտեսնեք, խաղալիքներ կան վրան։ Ասեք ես հատվածը ոնց որ նուրաստիկ կինոներից լինի, քեզ թվում է հեսա մեկը լույսը կանջատվի ու հեսա մեկը կողքից կհելնի կտա գլխին։ Իրականում իրոք շատ վախենալու հատվածներով եմ հիմա գնում,
Չգիտեմ։ Ուղիղ ճանապարհ ներքևով կա, այս կարճ ճանապարհն է։ Դրա համար սենց եմ գնում։ Մտա խանութ արտաքին նվեր առա։ Интересный подарочек у тебя. Ամսի հոկտեմբերի 27-ին իմ 28-ամյակն էր ու ամուսինս ինձ վարդերի փունջ էր նվիրել։ Այդ վարդերի փնջից ընդհանրապես մի ծաղիկ իհարկե գլխով ոգել թափել եմ, որովհետև թառամել էր, բայց արմատից ինքը արմատից չէ, ճյուղը մի հատվածից ծաղկել է։ Հիմա ցույց կտամ, կտեսնեք։ Ինչպես անեմ, հիմա օգնեք ինձ, ինչ անեմ, որ այս ճյուղը արմատ տա։ Զգում եմ, որ ինքը եթե դնեմ հողի մեջ, ինքը հաստատ կաճի, վարդ կծաղկի։ Իսկ ես չգիտեմ ինչ անեմ։ Պարզվում է բավականին տնարար աղջիկ եմ։ Կաթ եմ գնել այսօր, մածուն եմ մերել, վաղը կկտրենք, կտեսնենք, վաղը երեկոյան կկտրենք, կտեսնենք ինչպիսի մածուն է ստացվել։ Ճիշտ է, առաջին անգամ չեմ մերում, մի քանի անգամ մերել եմ, այսօր մերան չունեի, ակտիվիայով եմ մերել։ Մենք երբ գնում ենք առօրյա արշակը ծանր վեշերով, ծանր վեշերով ու ես։ Ես իմ մազերը սկսել եմ ներկել 21 տարեկանից, 20 տարեկանում արդեն մի քանի թեթև տենց սպիտակ մազ ունեի, բայց սենց արտահայտիչ չէր։ Իրականում 21-ում էլ տենց արտահայտիչ չէր, ուղղակի մի քիչ փոփոխություններ էի ուզում, մազերս գունա բացել էի։ Արտակից հետո երևի մի 2-3 տարի ընդհանրապես մազերից ձեռք չէի տվել, գույնը չէի փոխել։ Հետո մի պահ որոշեցի, որ ես պիտի բլոնդ լինեմ, ամբողջությամբ իմ մազերի գույնը պիտի փոխեմ դեպի բլոնդ։ Ու որոշեցի, որ ես տանը կարող եմ գունա բացել մազերս։ Ստեղ ցույց կտամ մոտավոր ինչ եմ ստացել այդ ընթացքում։ Գունա բացեցի, ահա որ երկար մազեր ունեի, բոլոր մազերս վառեցի, կտրեցի կառը, նկարները կտեղադրեմ, կտեսնեք, ստեղ միտեղ, կտրեցի կառը, հետո որոշեցի, որ պիտի վերականգնեմ մազերս, հիմա նույնպես վերականգնողական փուլում եմ գտնվում, այդ ընթացքում էլի մի երկու անգամ բացել եմ, բայց արդեն որակը բավականին լավացել է, այն որ ձեռքովս կարող եմ մազես այսպես սանրել, այդ արդեն իմ համար մեծ պլյուս է, որովհետև այն ընթացքում, որ գունա բացել էի մազես, իրանք ինքան էին կոտրվել, ինքան էին չորացել, որ ուղղակի մազերին կպնել անհնար էր դարձել։ Իսկ հիմա ուղղակի վերականգնողական փուլում եմ գտնվում, որոշել եմ, որ մենակ արմատները, այս արտահայտի սպիտակները, որ սենց գնում է, ուղղակի արմատները կներկեմ, միջև նորմալ կվերականգնվի մազերս ու նորից հետ կգամ իմ բաց գույնի մազերին, որովհետև զգացի, որ մուքը իմը չի ընդհանրապես, բացը ավելի շատ է սազում։ Կտեղադրեմ նկարները, կտեսնեք ու մեկնաբանություն կգրեք ոնց է լավ մուք մազերով, թե ավելի բաց։ Սա իմ պոսլեն, սպիտակ մազերին հաջողություն մի որոշ ժամանակով։ Մի ամիս հետո նորից կներկեմ էլի երևի թե։ Չեմ չորացրել դեռ, թացա մազերս։ Արի կոնտենտ։ Գնան դեն կոնտենտ արատակ այդ իշկա խաղալիք կա հավաքում է տեղափոխվում է տնից։ Ոչ չի։ Հետո հետ կդասավորի։ Համնել է լավ աղ այս անգամ։ Հելա։ Բայց տակից հեսա կհանեք, տեսնենք գույնը ոնց է բռնել։ Ոչի, իսկ կաղամբն էլ է լավ։ Так, մի քիչ էլ պիտի մնա աչքիս, որովհետև դեռը պատրաստ չի, ոնց որ թե չի թթվե, նորմալ։ Համը շատ լավն է։